Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Սյունիքի մարզ տարավ, գյուղ Շինուհայր։ Օրվա հյուրը նկարիչ, քանդակագործ Գայ Ղազանչյանն է։ Գայ Ղազանչյան, նկարիչ, քանդակագործ։ Ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2011 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, արժանանալով Էդուարդ Իսաբեկյանի անվան լավագույն դիպլոմային աշխատանք մրցանակին։ 2013 թվականին ավարտել է նույն ակադեմիայի մագիստրատուրան։ 2009 թվականից գեղանկարչությամբ և բրոնզե քանդակներով հանդես է գալիս բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում։ 2019 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2017 թվականին Վաշինգտոնի Լաթելա պատկերասրահում բացել է իրանա-ամերիկյան և հայ-ամերիկյան համայնքների համատեղ միջմշակութային ցուցահանդես «Ճանապարհորդություն առանց շարժման» խորագրով։ 2021 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվում է Արցախի 44-օրյա պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված անհատական ցուցահանդես «Ականատես» խորագրով։ Նույն թվականին «Ականատես» շարքից 3 աշխատանքներ համալրել են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուն և 2022-ին տպագրվել թանգարանի պատկերագրքում։ 2016 թվականին Գայ Ղազանչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ «Պատերից դուրս» գեղանկարչական շարքի համար։ Ողջունում եմ ձեզ սիրելի աշակերտներ։ Իմ անունը Գայ Ղազանչյանն է, ես նկարիչ եմ և քանդակագործ։ Այսօր խոսանք կերպարվեստից, նկարչությունից, արդի, մշակույթից ու ձեր իհարկե թույլատվությամբ խոսամ մի քիչ իմ կյանքից։ Սկսվեց ամեն ինչ 1991 թվականին, երբ ես ծնվեցի բարեբախտաբար նկարիչների ընտանիքում։ Այսպիսով ես ի ծնե կարելի ասել պարուրված եմ եղել արվեստով, շուրջ բոլորս եղել են նկարներ, ոչ միայն իմ ծնողների, այլ նաև տատիս, պապիս, որոնք որ կրկին նկարիչներ են։ Ու կարելի ասել ես այլ մասնագիտություն որպես այդպիսին չէի պատկերացնում։ Ես մտածում եմ, որ մարդը ծնվում է արարելու, ստեղծելու, ստեղծագործելու համար, դա է մարդու առաքինությունը այս կյանքում։ Դա շարունակվեց ընդհուպ մինչև ես ինքս ընդունվեցի դպրոց ու արդեն հասկացա, որ գոյություն ունեն ոչ ավելի պակաս կարևոր մասնագիտություններ, ինչպեսիք են մանկավարժը, մեր ուսուցիչները եւ այլն եւ այլն։ Դպրոցական տարիներից ամենավառ իմ հուշերը եղել են մեր ազգային պատկերասրահի հետ կապված, երբ իմ սիրելի ուսուցիչը դասղեկը միշտ իմ խնդրանքով իհարկե, բայց մեզ երբեմն ժամանակ առ ժամանակ տան մեր ազգային պատկերասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, որպեսզի մենք, ես ամենայն դեպս կրկին անգամ հնարավորություն ունենամ շփվելու, առնչվելու իմ սիրելի հեղինակների աշխատանքների հետ, ինչպեսիք էին Հակոբ Հովնաթանյանը, Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը եւ այլն։ Եվ ինչի՞ չէ, նաեւ սեր առաջացնեմ իմ դասընկերների մոտ դեպի կերպարվեստը, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչով եմ ես այդքան հրապուրված։ Իսկ այն ժամանակ ես շատ սիրում էի դասական մեր նկարիչներին։ Ու արդեն իսկ փոքր տարիքից
երբեք չեմ էլ մտածել այլ մասնագիտություն ընտրելու հարցի շուրջ, որտեղ հստակ գիտեի, հստակ իմ դիրքորոշումը կար, որ ես պետքա ստեղծագործեմ, նկարեմ, քանդակեմ եւ այլն եւ այլն։ Ինչը կապված է կերպարվեստի հետ, դա ինձ հուզում էր եւ հետաքրքրում էր։ Չնայած ծնողներս հասկանում էին, որ այդ ահագին բարդ ուղի է, իրանք այդ ճանապարհը անցել են, ինձ փորձել են ցույց տան հետաքրքրություն առաջացնեն դեպի այլ մասնագիտություններ, որոնք որ այդքան էլ հեռու չէին։ Ճարտարապետություն, համակարգչի հետ կապված ինչ-որ մասնագիտություններ, դիզայն եւ այլն եւ այլն։ Բայց ես մնացի իմ որոշմանը ու դպրոցից հետո անմիջապես ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիա գեղանկարչության բաժին։ Իմ կարելի ասել լավագույն տարիներն էին եւ ամենապրոդուկտիվ։ Քանզի ես կուրսում ամենաերիտասարդն էի, կային շատ ավելի փորձառու ուսանողներ, որոնք որ եկել էին Փանոս Թերլեմեզյանի ուսումնարանից, այնտեղ միանգամից բանակից եւ այլն եւ այլն։ Ու շատը կարելի ասել, որ ես նաեւ սովորում էի իմ համակուրսեցիների նկարներից փորձելով ինչ-որ մի բան վերցնել, ինչ-որ ոգեշնչվել ու կարողանայի իրանց իմ մեջ անցկացնելով ստեղծեի նաև իմը ու կար շատ ուժեղ մրցակցություն ու հենց դա էր ինձ առաջ մղում, որ ես ամենաշատը աշխատեի իմ վրա, որովհետև ուզում էի ելնեի լավագույնը, տենց կար երազանք այդ 4 տարվա մեջ ինձ հաջողվեց որոշակի, որովհետև ես Գեղարվեստի ակադեմիան ավարտեցի լավագույն դիպլոմային մրցանակով, որի համար մինչ օրս հպարտանում եմ։ Ուսանողական տարիները եղել են շատ պրոդուկտիվ։ Ես անցել եմ պրակտիկա մեր ազգային պատկերասրահում, գնացել ենք խմբով դեպի Սանկտ Պետերբուրգ, ունեցել ենք պրակտիկա Էրմիտաժում, որտեղ ես արդեն հնարավորություն ունեցա իմ աչքերով տեսնել այն բոլոր հեղինակների աշխատանքները, որոնց որ դեռ մենակ ծանոթ էի գրքերից, որոնցից էին Ռեմբրանտը, Լեոնարդո դա Վինչին եւ մնացած բոլոր անվանի հեղինակները։ Ակադեմիան ավարտելուն պես արդեն կառուցվեց իմ սեփական արվեստանոցը։ Բացի նկարչությունից կարող եմ ասել, որ ես գրեթե հավասար նկարչությանը սիրում եմ ճանապարհորդել։ Ու հենց այդ մասնագիտությունը, նկարչությունը, քանդակագործությունը, առհասարակ կերպարվեստը տալիս է դա այդ հիանալի հնարավորությունը, որ դու կարողանաս քո աշխատանքները ցույց տաս դուրսը մեր մշակույթն արդի ինչ որտեղ հպարտ ես, որ հարցնում են որտեղից ես, ասում ես Հայաստանից։ Եվ դրանով էլ ավելի ճանաչել ես սարքում քո երկիրը։ Ինչը վերաբերվում է հիմա աշխատում եմ նույն ոգով, նույն շնչով, ոնց որ նաև ուսանողական տարիներին էր։ Ստեղծագործում եմ, կարելի է ասել ամեն օր։ Ցերեկը արդեն աշխատում եմ գեղանկարչական աշխատանքների վրա, գիշերը արդեն երբ արևի լույս չկա, էլեկտրական լույսի տակ փորձում եմ քանդակով սպառել այն ամբողջ էներգիան, ինչ որ կոտակվում է իմ մեջ, որտեղ ոգեշնչվում ես ամեն վայրկյան, ամեն ինչից, մեր համար տեսանելի աշխարհից։ Փորձում եմ ստեղծել իմ աշխարհը, ալտերնատիվ ինչ որ աշխարհ, որը որ չկա, բայց իմ երևակայության, իմ ենթագիտակցության մեջ ինքը կա ու դա հնարավոր է վիզուալիզացնել ու մանձնել մարդկանց դատին, քանի որ հստակ ես դիրքորոշում ունեմ, որ նկարչությունը դա ուղղակի ինչ-որ արհեստ չի, որ կարելի է սովորել։ Այդ հաղորդակցման ինչ-որ միջոց է, ալտերնատիվ, որը որ քո խոսքը, քո հույզերը ոչ միայն կարաս լսելի դարձնես, այլ նաև տեսանելի։ Եվ տեսանելին դա շատ ավելի համամարտկային է ըստիս։ Եթե լեզուն էլ չիմանաս, քո նկարներով կարան մարդիկ հասկանան, թե ինչ ես դու ուզում ասես, ինչ հոգեվիճակ ունես, ինչ ներաշխար ունես։ Իսկ այդ փոխհարաբերությունները ինձ թվում է ամենակարևորն է։ Ցանկացած մարդ
ունի շփման կարիք ու ամեն մեկը շփում է յուրովի։ Մենք էլ այդպես մեր կերպարվեստով, մեր աշխատանքներով։ Հետևաբար հիմա կուզենամ պատմեմ մի քիչ մի հատ հիանալի վայրի մասին, որ գտնվում է Երևան, Պուշկին փողոցի վրա, որ եզակի տարածքներից մեկն է, որ սկզբից եւ մինչեւ վերջ կառուցվել է եւ աշխատում է եւ զարգանում է եւ ծաղկում է միմիայն նկարիչների, քանդակագործների, երաժիշտների շնորհիվ։ Այդ տարածքի անունը Արտ Կվարտալ է։ Այնտեղ կողք կողքի աշխատում են տարբեր ժանրերի նկարիչներ, երաժիշտներ, այնտեղ հաճախակիորեն համերգներ են տեղի ունենում։ Հուսամ մի օր այնտեղ էլ կհանդիպենք։ Դուք ինձ հիշացնեք, որ իմ օրը դուք ինձ լսել եք։ Գոյություն ունի նաև 1800-ականներից մնացած մառան, որը պետքա ծառայեր ժամանակին պատերազմի ժամանակ որպես բունկեր։ Բայց հիմա ինքը ծառայում է որպես պատկերասրահ ժամանակակից հայ նկարիչների համար։ Այնտեղ ոնց որ նշեցի, կողք կողքի ապրում են տարբեր նկարիչներ ու ստեղծագործում են ու միշտ դռները համարյա միշտ բաց են ցանկացողների համար, ովքեր որ հետաքրքրված են արվեստով, ովքեր որ սիրում են կերպարվեստը, ովքեր ուզում են մոտիկից ստենան, ովքեր ուզում են շփվեն նկարիչների հետ։ Ձեր ամենաառաջին նկարը ո՞րն է։ Ամենաառաջին նկարը չեմ կարող հիշել։ Ես ինքս ինչ չեմ հիշում, երբ ես սկսեցի։ Ես ինչքան որ ինձ հիշում եմ, ես միշտ նկարել եմ։ Հուսամ ծնողներս պահել են իմ առաջի խզբզած նկարը, որը երևի թե ըստ իրանց ամենալավն է ու լավագույններից մեկն է։ Ձեր ամենասիրուն նկարը, որ ձեզ դուր է եկել, ո՞րն է։ Հələ չեմ նկարել։ Այսպեսի մի հարց, ինչ դժվարություններ եք ունեցել ձեր կարիերայի ընթացքում։ Իմ բարեբախտաբար դժվարությունների չեմ հանդիպել։ Դժվարություններ իհարկե լինում են, բայց նենց անհաղթահարելի դժվարություններ բնականաբար չեն։ Շատ դժվար է կայանալ որպես նկարիչ։ Շատ դժվար մասնագիտություն է, շատ դժվար է, որ քեզ ճանաչեն եւ ամենադժվարն է, որ քեզ ըստ արժանվույնս գնահատեն։ Դա իմ մոտ հաջողվել է շատ ավելի շատ այլ երկրներում։ Ինչ շատ հետաքրքիր է, թե դուք ամբողջ կյանքի ընթացքում ինչքան նկարել եւ ինչքան եք քանդակել։ Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ երբեք չեմ հաշվել ու իրանք բավականին շատ են։ Քանդակը կարող եմ ասել, քանդակը քանի որ ժամանակատար է, ինքը չի կարող շատ հաճախ լինի, երևի թե մոտ մի 20 հատ քանդակ ու շատ հազարավոր նկարներ, թե մեծ, թե փոքր։ Ձեր կողմից ամենասիրված հայ նկարիչը ով է։ Շատ դժվար հարց ես տալի, ես որ շատ տարբեր են, իմ նախասիրություններն են տարբեր, ժամանակի հետ փոփոխվում են, եթե ստիպված եմ ընդամենը մեկ հոգու անուն տալ հայ նկարիչներից, երևի թե հենց Հակոբ Հովնաթանյան, եթե դասական նկարիչների մասին է խոսքը, եթե ժամանակակից շատ տարբեր են, անուններ հստակ տալ չեմ կարող։ Ինչ է ձեր համար արվեստը եւ ինչ սկզբունքով եք առաջնորդվում այդ բնակավարում։ Շնորհակալություն։ Արվեստը, առհասարակ արվեստը եւ ոչ միայն կերպարվեստը, ասում եմ, որ ինքնաարտահայտման ու ալտերնատիվ շփման մի ուրույն միջոց է։ Քո մեջ ամբողջ էներգիան, որը որ կուտակվում է ժամանակի ընթացքում, պահանջ կա այդ ամեն ինչից ձերբազատվելու ու նաև հանձնելու դիտորդին, որ ինքն էլ զգա այն ինչ որ դու ես զգացել ստեղծագործելու այդ process-ի ժամանակ։ Ու այդ կապը նկարիչ, դիտորդ այդ շատ եմ կարևորում։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։
Իմ մանկությունը շատ լավ ու վառ է անցել, չեմ կարող հստակ ինչ-որ մի հատ օր մտաբերեմ, բայց մանկության հետ ինչ կապված է, ամեն ինչը միշտ ջերմությամբ լցված եղել ու միշտ սիրով եմ պարուրված եղել, հետևաբար հստակ մի դեպք չեմ կարող հիշել։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Մինչև 4 դասարան հստակ կարող եմ ասել, որ նկարչությունն է եղել, հետո արդեն կլինեմ անկեղծ ու կասեմ, ոնց որ ես նաև իմ դասընկերները ամենաշատը սպասում էին ֆիզկուլտի առարկային։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ծնողներս, իրենց ստեղծագործ աշխարհը, ամեն ինչի մեջ ինչ ես ապրել եմ, ինչ որ տեսել եմ, փորձել եմ, որ իքսել անեմ ու ինչքան որ ինձ հաջողվել է։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Չեմ մտածել այդ հարցի շուրջ երբեք։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Հետաքրքիր կլինի նաև ապագան։ Անցյալը արդեն իսկ տեսել եմ ու անցյալը լավ է եղել, իսկ ապագան ինքը շատ ավելի գայթակղիչ է իմ համար։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Երազանքներ ես չեմ ունեցել, ես ունեցել եմ նպատակներ, որոշակի նպատակները արդեն հաղթահարվել է, արդեն համարվել է, որ կայացել են մեծ հաշվով։ Ու դե գնալով էլ ավելի ու էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ ու ճանաչելի լինել ու ճանաչելի դարձնել նաև իմ երկիրը ու իմ երկրի մշակույթը։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ոչինչ ինձ չի խանգարել, ինձ մենակ օգնել է։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Խորտ դժվար թե տայի, երևի թե կասեի, որ ամեն ինչ ստացվելու է քո մոտ, շարունակի նույն ոգով։